Կներկայացնել նաև հատակագծումը երկրորդ հարկի Ավարտական աշխատանքների պաշտպանություն է պոլիտեխնիկում նոր ձևաչափով։ Բակալավրիատի ուսանողները ներկայացնում են նաև խմբային աշխատանք, ոչ միայն թղթի վրա, այլև մակետի տեսքով։ Տեխնիկական բուհը ավարտողները պետք է կարողանան նաև գործնականում ցույց տալ եւ համոզել, ինչ լուծումներ են առաջարկում նորարար տարբեր համակարգերի համար։ Տեսությամբ համոզելը, որ այդ աշխատանքը իրական է, այդ աշխատանքը կիրառելի է, այդ աշխատանքը ստացվում է, մենք կարծում ենք, որ հնարավոր չէ։ Այդ պատճառով համալսարանը ապագայում ապահովելու է շատ անգամ ավելի միջոցներ եւ ռեսուրսներ, որպեսզի մեր ուսանողները իրենց ավարտական աշխատանքները իրականացնելիս հնարավորություն ունենան արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում օգտվել այն բոլոր ռեսուրսներից եւ տեխնիկական միջոցներից, որով կարողանան ամբողջությամբ իրենց ավարտական աշխատանքը ավարտուն տեսքի բել ոչ միայն թղթային տարբերակով, այն հենց աշխատանքը ամբողջությամբ արտահայտման ես բոլոր ձևերով Ապագա ինժեների հմտությունները պետք է զարգացնել ոչ միայն նեղ, այլև հարակից այլ մասնագիտություններով։ Պրոֆեսորադասախոսական կազմի թիմային աշխատանքի համար հաստատած թեմաների շրջանակում հնարավոր է եղել իրականացնել նախագծային ամբողջական աշխատանք։ Անհնար է պատկերացնել առանց թիմային, մասնագիտական թիմային աշխատանքի վերջնարդյունք տեխնոլոգիական, եւ սա վստահաբար կարող է ասել, որ մեր շրջանավարտների մեջ ոչ միայն նեղ մասնագիտական գիտելիքների կիրառելիության զարգացումը կապահովի, ավարտական աշխատանք իրականացնելու կարողությունը կզարգացնի, այլ մասնագիտական թիմի գործակցությունը կզարգացնի, որը ել ավելի հեշտ կապահովի վերջիններից ներգրավումը մասնագիտական ոլորտ։ Այս անգամ ավարտական թիմային աշխատանքը ներկայացնում է 8 ուսանող՝ էներգետիկայի եւ էլեկտրաէներգետիկայի, մեխանիկա, մեքենաշինական, տրանսպորտային համակարգեր եւ դիզայնի, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնիկայի ինստիտուտներից։ Ուսանողների այս խումբը ներկայացնում է «Խելացի» ձեռնարկության նախագիծ մակետ, հագեցած էլեկտրամատակարարման, ավտոմատացման համակարգերով, ինտերիերով եւ էքստերիերով։ Աշխատանքը ներկայացնում են ապագա դիզայները, էլեկտրատեխնիկն ու ավտոմատացման մասնագետը։ Օրվա մութ եւ լուսավոր ժամերին լուսատուների աշխատանքի իմիտացիան ենք իրականացնում հենց հիմա։ Ապագա ինժեներները համոզիչ են պատասխանում նաև տեսական ու գործնական աշխատանքի դիտարկումներին, պարզաբանում հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերը։ Ունենք երկու մուտք աշխատողների համար։ Քննող հանձնաժողովում մասնագետներ են նաև մասնավոր ոլորտից։ Եթե ավարտական աշխատանքները լավն են ու համոզիչ, շրջանավարտները աշխատանքի առաջարկ ստանում են հենց պաշտպանության օրը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։